Գիշերվա ժամը 2-ն է։ Այն պահը, երբ քաղաքը կարծես սուզվում է ամենախորը քնի մեջ, իսկ լռությունն այնքան թանձր է դառնում, որ լսվում է սեփական սրտի զարկը։ Ես նստած էի հյուրասենյակում, համակարգչի առջև։ Լույսն անջատված էր, միայն էկրանի կապտավուն լույսն էր լուսավորում սենյակը։ Դրսում քամին մերթ-ընդմերթ հարվածում էր պատուհանիս, իսկ ես փորձում էի վերջացնել վերջին հաշվետվությունս։ Հանկարծ այդ լռությունը պատռվեց։ Ոչ թե ուժեղ հարվածից կամ վթարից, այլ մի ձայնից, որն այդ ժամին ամենաքիչն է սպասում՝ դռան զանգը։ Այդ ձայնը սուր էր, անսպասելի ու ինչ-որտեղ նույնիսկ սարսափազդու։ Ես քարացա տեղում, մտքիս մեջ միանգամից հազար ու մի սցենար անցավ։ Ով կարող է լինել գիշերվա ժամը 2-ին։ Մեր շենքը հանգիստ է, բոլորը ճանաչում են միմյանց, բայց այս ժամին դուր թակելը սովորական բան չէր։ Ես վեր կացա, զգուշ մոտեցա դռանը։ Սիրտը սկսեց ավելի արագ բաբախել։ Նայեցի դռան անցքից ու տեսա հարևանիս, Վարուժան պապին։ Նա մեր հարկի ամենահին բնակիչն էր, միայնակ, միշտ կոկիկ հագնված, միշտ բարեկիրթ, բայց վերջին շրջանում շատ էր ծերացել ու գրեթե դուրս չէր գալիս տնից։ Տեսարանը, որ բացվեց աչքերիս առջև, ինձ քափեցրեց։ Նա կանգնած էր մի տեսակ կուճ եկած, ձեռքերը դողում էին, իսկ դեմքը գունատ էր, ինչպես պատը։ Ես արագ բացեցի դուռը։ Վարուժան հոպար, ինչ է պատահել, հարցրի ես, փորձելով թաքցնել անհանգստությունս։ Նա նայեց ինձ այնպիսի հայացքով, որը երբեք չեմ մոռանա։ Դա վախի ու հուսահատության խառնուրդ էր։ Նրա շունչը կտրվում էր, խոսելիս ձայնը դողում էր։ Անդրանիկ ջան, ներող կլինես, շատ ներող, բայց էլ մարդ չունեի։ Անահիտիս վիճակը վատ է։ Անահիտը նրա կինն էր, նրանք ապրել էին միասին ավելի քան 50 տարի։ Ես նրան վաղուց չէի տեսել, գիտեի, որ հիվանդ էր, գամված անկողնուն։ Առանց երկար մտածելու հագակոշիկներս ու վազեցի նրա տուն։ Օդում զգացվում էր դեղահաբերի ու հնության հոտը։ Մտա ննջասենյակ։ Տիկին Անահիտը պառկած էր, դեմքը կապտավուն երանգ էր ստացել, շնչառությունը ծանր ու խրպոտ։ Ես միանգամից հասկացա, սա կատակ չէ, սա վերջին րոպեների պայքար է։ Արագ զանգեցի շտապօգնություն։ Ինձ ասացին, որ մեքենան ճանապարհին է, բայց ես զգում էի, որ ամեն վայրկյանը թանկ է։ Վարուժան պապը նստել էր նրա կողքին, բռնել էր կնոջ սառը ձեռքն ու փսփսում էր։ Անահիտ ջան, մի քիչ էլ դիմացիր, հեսա կգան, հեսա լավ կլինի։ Նրա ձայնի մեջ այնքան ցավ կար, որ կոկորդը սկսեց սեղմվել։ Մինչ շտապօգնությունը կգար, ես սկսեցի օգնել նրան։ Բացեցի պատուհանները, որ թար մոտ գա, փորձում էի հանգստացնել ծերունուն, թեև ինքս էլ ներքուստ դողում էի։ Այդ 15 րոպեները, մինչև բժիշկների գալը, ինձ համար թվացին հավերժություն։ Մենք նստած էինք կիսախավար սենյակում, ու ես լսում էի, թե ինչպես է Վարուժան պապը պատմում։ Դա տարօրինակ էր։ Այդ պահին նա սկսեց խոսել իրենց երիտասարդությունից։ Կարծես փորձում էր հիշողություններով պահել կնոջ այս աշխարհում։ Պատմում էր, թե ինչպես են ծանոթացել ուսանողական տարիներին, ինչպես է առաջին անգամ նրան ծաղիկներ նվիրել ու Անահիտը ամաչել է։ Պատմում էր, որ նրանք երբեք չեն ունեցել մեծ հարստություն, բայց ունեցել են միմյանց։ Ու հանկարծ նա լռեց։ Նայեց ինձ ու ասաց. «Գիտես, Անդրանիկ, մարդ ամեն ինչի սովորում է։ Սովորում է սովին, սովորում է ցրտին, բայց երբեք չի սովորում այն մտքին, որ մի օր կարող է մենակ մնալ այս դատարկ պատերի մեջ»։ Այդ խոսքերն ինձ հարվածեցին հենց սրտիս։ Ես նայում էի այս մարդուն ու տեսնում էի ոչ թե ուղակի հարևանի, այլ մի ամբողջ կյանքի պատմություն, որը հիմա մաշվում էր իմ աչքի առաջ։ Վերջապես շտապօգնությունը եկավ։ Միջանցքում լսվեցին արագ քայլերի ձայներ, բժշկական պայուսակների չխչխկոցը։ Բժիշկները սկսեցին գործել արագ ու պրոֆեսիոնալ։ Մեզ դուրս հրավիրեցին սենյակից։ Մենք կանգնած էինք խոհանոցում։ Ես ջուր լցրեցի Վարուժան պապի համար, ձեռքը դրեցի ուսին։ Նա այնքան փոքր ու անպաշտպան էր թվում այդ պահին։ Կես ժամ անց բժիշկը դուրս եկավ։ Նրա դեմքը հոգնած էր, բայց հանգիստ։ Կայունացրինք, բայց պետք է հիվանդանոց տեղափոխենք։ Սիրտն է նեղում։ Ես տեսա, թե ինչպես Վարուժան պապի աչքերում մի փոքրիկ կայծ փայլեց։ Նա սկսեց արագ-արագ հավաքել անհրաժեշտ իրերը։ Ես օգնեցի նրան իջնել ներքև, օգնեցի տեղավորվել մեքենայի մեջ։ Հիվանդանոցի ճանապարհին ես վարում էի իմ մեքենան շտապօգնության հետևից։ Գիշերային Երևանը դատարկ էր ու լուռ։
Լուսացույցների դեղին լույսերը թարթում էին, կարծես հսկելով այս գիշերվա խորհուրդը։ Ես մտածում էի այն մասին, թե որքան հաճախ ենք մենք անցնում մեր հարևանների կողքով, պարզապես բարևում ու գնում, չիմանալով, թե ինչ դրամա է թաքնված նրանց դռների հետևում։ Հիվանդանոցում սպասասրահի լույսերը սառն էին ու անկենդան։ Մենք նստած էինք երկաթյա նստարաններին։ Վարուժան պապը հանկարծ ձեռքը մտցրեց գրպանն ու հանեց մի հին, մաշված լուսանկար։ Այնտեղ նրանք էին՝ երիտասարդ, գեղեցիկ, երջանիկ։ «Սա մեր հարսանիքի օրն է», ասաց նա։ Գառնիում էինք։ Այդ օրն այնքան ուժեղ անձրև եկավ, բայց մենք չէինք էլ նկատում։ Թաց էինք, բայց տաք էինք ներսից։ Ես լսում էի նրան ու զգում, որ այս գիշերը փոխեց իմ մեջ ինչ-որ բան։ Այն տագնապը, որ կար սկզբում, վերածվեց մի խորը հարգանքի ու կարեկցանքի։ Մարդկային կյանքը որքան որ փխրուն է, նույնքան էլ հզոր է իր զգացմունքների մեջ։ Առավոտյան ժամը 6-ն էր, երբ բժիշկը դուրս եկավ ու ասաց, որ վտանգն անցել է և տիկին Անահիտը քնած է։ Վարուժան պապը շունչ քաշեց, կարծես իր ուսերից մի ծանր բեռ ընկավ։ Նա շրջվեց դեպի ինձ, բռնեց ձեռքս ու երկար նայեց աչքերիս մեջ։ Ոչինչ չասաց, բայց այդ հայացքի մեջ կար ամեն ինչ՝ շնորհակալություն, օրհնանք ու այն անսահման մտերմությունը, որը ծնվում է միայն դժվար պահերին։ Ես նրան տուն բերեցի։ Արևն արդեն սկսել էր բարձրանալ հորիզոնից, ներկելով երկինքը վարդագույն ու ոսկեգույն երանգներով։ Քաղաքն արթնանում էր։ Մարդիկ շտապում էին աշխատանքի, մեքենաների ձայները սկսում էին լցնել փողոցները։ Ամեն ինչ նույնն էր թվում, բայց ինձ համար աշխարհն այլևս առաջվանը չէր։ Մենք հասանք մեր հարկը։ Նա կանգնեց իր դռան առջև, մի պահ տատանվեց, հետո ասաց. «Անդրանիկ ջան, որ չլինեիր, երևի հիմա ես էլ չլինեի։ Շնորհակալ եմ, որ դուռը բացեցիր»։ Ես մտա իմ բնակարան։ Համակարգիչս դեռ միացված էր, հաշվետվությունն անավարտ էր մնացել, բայց դա այլևս նշանակություն չուներ։ Ես մոտեցա պատուհանին ու նայեցի դուրս։ Մտածեցի այն մասին, որ մենք բոլորս էլ ինչ-որ մեկի հարևանն ենք, ու երբեմն ամենակարևոր բանը, որ կարող ենք անել այս կյանքում, պարզապես գիշերվա ժամը 2-ին դուռը բացելն է ու լսելը։ Այդ օրվանից մենք Վարուժան պապի հետ դարձանք լավագույն ընկերներ։ Ես հաճախ եմ մտնում նրանց տուն, թեյ ենք խմում, նա պատմում է իր անվերջանալի ու հետաքրքիր պատմությունները, իսկ տիկին Անահիտը, որն արդեն մի փոքր ավելի լավ է զգում, ժպտում է մեզ իր բազկաթոռից։ Այդ գիշերվա զանգը ոչ թե վախի, այլ նոր կյանքի ու մարդկային ջերմության սկիզբն էր։ Կյանքը լի է անսպասելի շրջադարձերով, բայց ամենակարևորը մարդ մնալն է, նույնիսկ երբ քունը տանում է ու դրսում խորը գիշեր է, որովհետև երբեմն միայն մեկ զանգը կարող է փրկել մի ամբողջ աշխարհ, ինչ որ մեկի սիրելիի աշխարհը։